հետ չի գլորվի իրավիճակը, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ես մի քանի բարձրաբանումներ ուզում եմ զեկուցել հատկապես այդ թվերի բովանդակության վերաբերյալ։ Պարոն Թորոսյանը արդեն նշեց, որ մենք չնայած նվազագույն կենսաթոշակ պարենային զամբյուղի արժեք, խնդիրը վաղուց էինք լուծել, մի քանի տարի առաջ էինք լուծել, որովհետև հիշենք, որ պարենային զամբյուղի արժեքը 34.500 է, 34.500 կամ 35.000-ի սահմաններում, մինչև այսօր, մինչև այս բարձրացումը պարենային զամբյուղի չափով առնվազն ապահովելու խոստում եղել էր կառավարության ծրագրով նվազագույն կենսաթոշակ ստացողների համար, որոնցը 36.000 էր արդեն իսկ նախորդ բարձրացումները հաշվի առած, ավելացնում ենք ևս 10.000 եւ լինում է 46.000։ 46.000-ը 35.000-ից էապես է բարձր, պարոն վարչապետ, եւ եթե անգամ 2027 թվականին արժեզրկումը հաշվի առնելու լինեինք, միևնույն է, մենք շատ բարձր ենք այն հայտարարված նվազագույն պարտավորվածությունից կամ հանձնառությունից, որ եղել է կառավարության ծրագրով։ Հետևաբար եւ մտածելու եւ ճիշտ կարգավորումներ սահմանելու ժամանակ մենք առնվազն այս առումով ունենք։ Հաջորդը սպառողական զամբյուղի արժեքի չափ։ Ի վերջո մեր հանձնառությունը եւ խոստումը ո՞րն է եղել, որ միջին կենսաթոշակ ստացող մարդը կստանա այնքան, որ կարողանա վճարել սպառողական զամբյուղի կազմի մեջ մտնող ապրանքների եւ ծառայությունների դիմաց։ Ինչպես դուք արդեն ասացիք, եւ պարոն Թորոսյանը նշեց իր խոսքում 49.000 դրամ առ այսօր միջին կենսաթոշակի չափն էր, ավելացնում ենք 10.000-ով եւ միայն դրամական այդ հատվածը 59.000 է։ Բացի դա, հետվճարի ձևով յուրաքանչյուր կենսաթոշակառու ունի իրավունք ստանալու մինչև 10.000 դրամ։ Միջինը մինչև այսօր 7.000 էր հետվճարի, եւ մենք այս բարձրացումները հաշվի առնելով կարող ենք վստահ լինել, որ շատերի դեպքում այդ 10.000-ը կլրացվի։ Եվ այս 59.000-ը եւ այդ 10.000-ը միասին արդեն 69.000-ին կարող են մոտենալ, որը նորից էապես բարձր է, քան սպառողական զամբյուղի արժեքը։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Պարոն Թորոսյանի հետ այդ մասին խոսել ենք եւ ես համաձայն եմ, որ ձևակերպումների տեսանկյունից պարոն Թորոսյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնավորումները շատ ամուր են։ Կառավարությունը հայտարարել է, որ միջին կենսաթոշակը բարձր կլինի սպառողական զամբյուղի արժեքից, անկախ նրանից, թե ինչ է մտնում այդ սպառողական զամբյուղի արժեքի մեջ։ Բայց այդ 62.000 դրամի մեջ 6.000 նախատեսված են առողջապահական ծախսերի համար։ Եվ մենք պարտադիր ապահովագրության առողջապահական ապահովագրության համակարգով այն ծախսերը, որ թոշակառուն կկատարեր իր միջին կենսաթոշակը ստանալով, զգալի չափով կատարում ենք ապահովագրության համակարգի հաշվին։ Այսինքն, եթե նույնիսկ չգնահատենք, թե այդ 6.000-ի որ չափն է, որ այլևս չի ծախսելու կենսաթոշակառուն, դա նույնպես պետք է մտովի ավելացնել են 69.000 դրամին, որ արդեն կառավարության կողմից որպես դրամական կամ ոչ դրամական բնեղեն ծառայությունների միջոցով հասանելի հատուցում ապահովում է կենսաթոշակառուների համար։ Սա նույնպես մեկ կետ է, թե մենք ինչու ժամանակ ունենք նորից մտածելու այդ ինդեքսավորումը ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կառավարության եկող ծրագրային ժամանակահատվածում լուծելու համար։ Պարոն վարչապետ, ես մի բան եմ խնդրում, որ պարզաբանեմ, հարցին առնչվող է եւ շատ կարեւոր եւ այսօր առավոտյան մամուլին ծանոթանալուց նկատեցի, որ այդ հարցը շրջանառվում է, թե իսկ արդյոք այս բարձրացումը, որ տարվա միջին մասում կատարվում է 79 միլիարդ դրամ կամ 78 միլիարդ դրամ ծախսեր է առաջացնելու, ապահովված է համապատասխան եկամուտներով։ Ընդ որում մեր լրագրողական համայնքը շատ ուշադիր են հրապարակային փաստաթղթերի նկատմամբ, որոնք կառավարությունը տեղադրում է քննարկումների վերաբերյալ, առիթ է դարձել մեր աշխատանքային քննարկումների փուլում ֆինանսների նախարարության կողմից մի դիտարկում, որ այսպիսի ավելացումը մակրոտնտեսական տեսանկյունից ռիսկ է, որ պետք է կառավարել ֆինանսական ծախսերի ավելացման տեսանկյունից, ինչը մենք քննարկած ենք եղել եւ լուծումները նախապես գտել ենք հենց ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի հետ։ Այսինքն մենք նախապես իհարկե այսօրվա քննարկման հարց չի, որովհետեւ մենք այսօր խոսում ենք ոչ թե բյուջետային միջոցներ հատկացնելու վերաբերյալ, որը առանձին որոշմամբ կգա հաջորդիվ, այլ մենք խոսում ենք միայն քաղաքականությունը փոխելու վերաբերյալ։ Բայց առնվազն մեր քննարկումները ցույց են տվել, որ մենք երկու բան ենք անելու։ Առաջինը հատկացումները կատարելու ենք երամսյակային կտրվածքով լրացուցիչ հատկացումները, որ տարվա ընթացքում ֆինանսական կառավարելիությունը մշտապես լինի մեր տեսադաշտում
եւ խելամիտ կարգավորումների ներքո, եւ երկրորդը վստահ ենք, որ պետական եկամուտների կոմիտեի հետ նաեւ նախապես քննարկումների արդյունքում ձեր իսկ կողմից նշված արդեն ավելի բարձր տնտեսական աճի բազայի վրա նոր հարկային եկամուտների ակնկալիքներ ունենք, որոնք տարվա ընթացքում իրագործվելու են, իրացվելու են։ Այսինքն առնվազն այս ավելացման կեսը ապահովված է լինելու լրացուցիչ հարկային եկամուտներով, որի մասին մենք ընթացքում տարվա կխոսենք, իսկ մնացած մասը մենք եւ պաուստային ֆոնդում այդպիսի հնարավորություններ ունենք եւ ծախսերի վերաբաշխման եղանակով հնարավորություն ունենք տարվա ընթացքում կառավարելու ենք։ Ես վստահ եմ, որ նաեւ այսօր կառավարության նիստից հետո հավանաբար ձեզ այդ հարցը կտան, դրա մասին ուզում եի նախապես խոսել, որ լինի ընկալում եւ համոզմունք, որ ամեն ինչ կառավարելիության շրջանակում է։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, այո, ձեր նշած առաջին հատվածը